Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը շարունակում է ստել ու էլի ստել։ Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, բայց իրականության մեջ մեր թշնամին ամեն օր պատրաստվում է նոր պատերազմի։ Ավելին, արդեն սկսվել է սողացող պատերազմը։ Փաշինյանը որքան շատ է խոսում խաղաղության մասին, Ադրբեջանը այնքան ավելի ինտենսիվ է կրակում Հայաստանի ուղղությամբ։ Մինչև սրանք ամեն օր քեֆերի ու զվարճանքների մեջ ուզում են բարեկամանալ ադրբեջանցիների ու թուրքերի հետ, խնածաղցիներն ամեն օր ահազանգում են, որ թշնամու կրակոցներից վախի ու սարսափի մեջ են ապրում։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով սա պատերազմի նախերգանքն է։ Ուրեմն պատերազմի նախերգանքն է, որովհետև այդ կերպ նախ եւ առաջ Ադրբեջանը նպատակ ունի հայաթափելու սահմանամերձ գյուղերը, որպեսզի վերջիններիս զավթումը ավելի ջուրին ավելի հեշտ լինի։ Եվ սա հենց սողացող պատերազմ է, երբ լայնամասշտաբ պատերազմ չկա, բայց թշնամին քիչ-քիչ փոքր քայլերով փորձում է առաջ շարժվել։ Եվ Ալիևը ինչպես հայտարարում էր, որ առանց մեկ կրակոցի վերցրել են Ակնայի շրջանները, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները, այնպես էլ մի օր կպարծենա, թե առանց մի կրակոցի ու դիմադրության վերցրել են ամբողջ Հայաստանը։ Դա էլ հերիք չէ, ասում են, որ հայ իշխանականներից սյունեցիներին սպառնում են չբարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին։ Հայք Նյուզի հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն Քահանա Մելքումյանն է անդրադարձել հարցին։ Շուտ մայիսա կրակոցները։ Լուր են, չէ՞։ Որովհետև էլի մի սատանիչուց գնացել ասել, գիտեք, որ զլմների բերանը գցեք, հետո տեսեք, սենց կնի, նենց կնի։ Սրանք մարդու վախի վրա են աշխատում։ Թույլ ворդ են, ուժեղ ոտի ձայն լսելուց, իրանք մտնում են իրենց պայծյանը։ Սրանք թույլ որդեր են, ազգը, ուղղակի հայրենասեր մարդ չկա, որ սենց դուզ գաս գնանք անեն, չկա։ Տեր հեր, այսինքն սպառնում են սովորական քաղաքացիներին, որ եթե բարձրաձայնեն, ուրեմն ինչ-որ մի բան կլինի իրենց հետ։ Իհարկե, որքան գյուղի դեպքը այդ սպառնալները գնացին ասեցին կդատեք, եթե խոսենք դրա մասին։ Փաշինյանն ու իր ենթակաները առիթը բաց չեն թողնում խաղաղության քարոզի համար։ Ամեն օր ռեժիմով մարդկանց ականջներին այս թեմայով լապշաներ են կախում, իսկ Ադրբեջանի պետական ու քարոզչություն իրականացնող ալիքները հոխորտում են, թե Հայաստանը պետություն է, որը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա։ Մինչդեռ Փաշինյան Նիկոլը այստեղ լրիվ հակառակն է հասկանում, ասելով, թե Ադրբեջանը Հայաստանի նման ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը։ Ինչպես կարող է Ադրբեջանը ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, երբ մեր իշխանությունների օգնությամբ ու օժանդակությամբ Արցախին տեր դարձավ, հիմա էլ բացահայտ նկրտումներ ունի Հայաստանի հետ կապված ու գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ Հայաստանի հետ խաղաղության գնացող չկա։ Դժվար է պատկերացնել, թե այս իշխանական խմբակն ամեն օր ինչ երազներ է տեսնում, որ անտեսում է ադրբեջանական հակահայ քարոզչությունը, բայց մեկ բան պարզ է՝ ոչ Փաշինյանը, ոչ էլ իրեն շողոքորթող թիմակիցները հիմար չեն ու լավ էլ հասկանում են, որ Ադրբեջանը իրենց հետ ոչ բանակցելու, ոչ էլ խաղաղության գնալու ցանկություն չունի։ Ստացվում է, որ իշխանությունն ինքն ամեն օր ապացուցում է իր հասցեին հնչող մեղադրանքները, որ իրենք ոչ թե Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանությանն եկել իշխանության, այլ թշնամու շահերը սպասարկելու։ Մեկ հանգամանք եւս այն մասին, որ Ադրբեջանը ժամանակ չի կորցնում նոր պատերազմի պատրաստվելու համար։ Հիմա էլ Թուրքիայի հետ համատեղ նոր զորավարժություններ են իրականացնում Նախիջևանում։ Եվ երբ մենք խոսում ենք պատերազմի հավանականության մասին, դա բնավ չի նշանակում, որ մեր սիրտը պատերազմ է տենչում։ Նույնիսկ խելագարը չի կարող նման ցանկություն ունենալ, բայց լռելը կամ ստելը, որ պատերազմը հավանական է, չի չեզոքացնում վտանգը։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, որքան լսեք խաղաղության մասին, այնքան ավելի շատ պատրաստվեք պատերազմի, որովհետև պարտված, հայրենիքը հանձնած, կզած, ստող իշխանությունը չի կարող խաղաղություն բերել։ Նրանց պատկերացրած խաղաղությունը թշնամուն հպատակ ապրելն է, առանց պետականության ու ազգության։